Ռուսական պրոպագանդան այս ամենին զուգահեռ թարմացնում է նաև Արցախյան թեման, եթե նկատել ես, անգամ ադրբեջանական նոտայի արժանացավ Մոսկվան, ինչու՞։ Դուք կարող եք մեր նախկին հարցազրույցները դիտել, մեր ունկնդիրները եւ լսել, որ ես դրանում որևէ նորություն չեմ տեսնում, միշտ էլ Արցախի հարցը ասել եմ, որ բաց է լինելու Ռուսաստանի համար, որպեսզի օգտագործվի մահակ հիմա էլ Ադրբեջանի դեմ։ Այսինքն Մոսկվային դուրս չի գալիս, որ Երևանը եւ Բաքուն դեմ արդեմ են կարգավորում իրենց։ Բացի առանց երրորդի կամ չորրորդի մասնակցության։ Բացի այն, որ դեմարդեմ են, այնպես չի, որ ես այդպես վստահություն ունեմ Իլհամ Ալիևի խաղաղասիրական քայլերի հետ կապված, լավ կլիներ իհարկե, բայց դեռ չեմ տեսնում դա։ Նաև Մոսկվայում ուզում են ունենալ ազդեցության լծակ եւ Ադրբեջան եւ Հայաստանի, այդպես Հայաստանի վրա էլ է դեռ լծակ, որովհետեւ այստեղ շատ արցախցիներ են ապրում եւ կարող է ոմանք հավատան կրկին ռուսական խոստումներին։ Հայաստանը փոքր երկիր է, ներհայաստանյան բախում կամ լարում արդեն մենք տեսնում ենք փոքր մասշտաբի առաջացնել արցախցիների հետ, օգտագործելով նրանց ցավը, ես կարծում եմ, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի դրա ուղղությամբ։ Այս բոլորը պետք է դիտարկել ինֆորմացիոն պատերազմի շրջանակում։ Այո, գիտեք, թույլ են կարծիքները, որ Ռուսաստանը կհարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը նախ սահման չունի, լավ, ասենք օդային հարձակումը, պետք չի։ Երեք կետ ունի Ռուսաստանը, այստեղ տնտեսություն, մեծ ազդեցություն, ես կրկնում եմ, գուցե այլ երկրների ձեռքով դեռ հույս ունի Հայաստանից ինչ-որ միջանցքներ ստանալ, որոնց հետ ուներ նույն տեսակետները, եւ արցախցիների խնդիրը օգտագործելը, եւ գումարած իհարկե այն մեծ գործակալական ցանցը, որը ունի Հայաստանում իդեպ վերին էշելոններում նախկին իշխանությունների, այնպես որ նրանք դեռ մեծ լծակներ ունեն։ Արևը չի մոռացել կամ ինչու այս օրերին հիշեց հատկապես ԵՄ դիտորդներին, հիշում եք հայտնի արտահայտությունը, ինչ էր ասում, մեկ կրակոց եւ նրանք կանետանան։ Ում է սպառնում։ Ալիևը ցույց է տալիս, որ մտավախությունները, թե Ադրբեջանը ընդհանրապես ճշմարտակ է գնացել Վաշինգտոն եւ նպատակ չունի խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, ճիշտ են։ Եվ ես դրանից եմ ավելի վախենում, որ Ռուսաստանը, ինչպես նշեցի, կարող է դեռ օգտվել այդ իրավիճակից։ Տեսեք, եթե Ալիևը տեսնի, որ Թրիփի կառուցումը հետաձգվում է, ելնելով Իրանում պատերազմից, ելնելով ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքից, ելնելով ռուս-ուկրաինական ռազմաճակատում հնարավոր հրադադարից, որը Ռուսաստանին հնարավորություն կտա իր ուշադրությունը շեղել այլ տարածաշրջաններ, գուցե իր երազած Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված, որ Պուտինն էր գրել, իհարկե նաև իր ազդեցությամբ, նա ցանկանա ստանալ։ Այսինքն ես չեմ զարմանում, որ Ալիևը մի օր հայտարարում է, որ վերջ խաղաղություն է հաստատվել, հաջորդ օրը խոսում է ինչ-որ արևմտյան ադրբեջանցիներից, դիտորդներից, ամրացությունից եւ ես վստահ եմ։ Երեքաջիևը հիշեց 300,000 ադրբեջանցիներ, որոնք տեղահանվել են։ Ինձ զարմացնում է այդ հարցում Հայաստանի լռությունը, իսկ քանի հայ է տեղահանվել Ադրբեջանից։ Չհաշված Արցախյան։ Դրա մասին շատ ենք խոսել Բաքվից, Սումգայիթից եւ գիտեք, այդ որ ասում են չեն իրենք կվերադառնան, հայերը չեն վերադառնա, պետք չի ասել, բայց անպայման չվերադառնա կոմպենսացիայի մասին, եկեք խոսենք, դրանք միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ են, այսինքն պահանջի դիմաց։ Իհարկե Հայաստանում կա տեսակետ, որ պետք է լռել, ուշադրություն չդարձնել, Ալիևն է խոսում է, մենք հիմա հնարավորություն չունենք, բայց նախ խոսքը հուսով ենք գործ չի դառնա, եւ երկրորդը սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահ անկեղծ չի խաղաղության օրակարգում, վտանգը սա է, այսինքն եթե ուղղակի ժամանակ են շահում, թոզ են փչում միջազգային հանրության աչքերին, հատկապես արևմուտքի, բայց մտքում ունեն այսպիսի ինչ-որ նպատակներ, պետք է ուրեմն հասկանալ, որ խաղաղության օրակարգը անկեղծ չի։ Եվ իդեպ ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքներից հետո էլ Ունիքս ամրացումը փոխելուց հետո էլ Ալիևը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, որովհետև միջազգային իրավիճակը այնպիսին չէ, որ նրան հարկադրի դա անել, իսկ առանց հարկադրանքի նա կարծես որևէ քայլ չի անում։ Անգամ սահմանադրական փոփոխություններ ձեռնարկելու պարագայում է։ Իհարկե, Ադրբեջանի սահմանադրությունը ինքը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Դրա մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց մենք չենք ասում, չէ, սահմանադրությունը փոխեք հետո։ Սահմանադրությունը փաստաթուղթ է ուղղակի, հռչակագիրը, եւ ամեն ինչ կապել դրա հետ իհարկե ճիշտ չեմ համարում, կամ սահմանազատում ինչի չկա։
Իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանում ռևանշիստներ չկան, իհարկե կան մարդիկ, որոնք ձայնակցում են գուցե ռուսական նաև հորդորներին Արցախի վերադարձի, Արցախի ոչ թե արցախցիների մասին դեռ խոսում են, բայց Ալիևը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակում իհարկե ընտրվելու ինչ են այսպիսի հայտարարություններ անում։ Նույնիսկ նաև վնասում է, ես դες կասեի, շատ հաճախ ասում են ձեռնտու է, որ Փաշինյանը ընտրվի Ալիևին, բայց եթե ձեռնտու լիներ, ինչի է անընդհատ պետք նրա դիրքերը թույլաtsնել, սա էլ է հետաքրքիր հարց։ Այսինքն հունիսի 7-ը կարող է լուծել նաև հայ-ադրբեջանական օրակարգի հարցը։ Ոչ, հունիսի 7-ից հետո սկսվում են լուրջ պրոցեսներ, այսինքն Ադրբեջանը չի պատրաստվում իմ վստահությամբ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, նա շահարկի երկաթուղու պատկանելիության թեման օրինակ։ Հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան երկաթուղու թեման արկախված է երկաթուղու։ Դե տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ուրեմն երկաթուղին պետականացվի, քանի որ կան երկրներ, որոնք դեմ են, որ այս տարածքով անցնող երկաթուղին վերահսկվի Ռուսաստանի կողմից, որ երկրների մասին է խոսքը։ Ես այդ հարցը բարձրաձայնել եմ, դա Թուրքիան է եւ Ադրբեջանը։ Երբևիցե ԱՄՆ-ն այդպիսի հարց չէր դնի, եթե դներ ինքը Տրամպը կխոսեր Պուտինի հետ, բայց ԱՄՆ-ն հեռու է իրեն պահում այս հարցից։ Այսինքն այս երկուսը իհարկե նաև Ռուսաստանի հետ գուցե պայմանավորվել են, եկեք այսպես մտածենք, արհեստական խոչընդոտ ստեղծել շփի կառուցման համար, դե եթե գիտեք երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, չենք ուզում։ Դուք հիշում եք նախկին արտգործնախարար Մամեդյարովի խոսքերը, որ պետք է դեռ մենք քննարկենք Ռուսաստանի հետ, թե ում է պատկանում երկաթուղի, ելնելով ինչ-որ սովետական շրջանում։ Ես գիտեմ, որ հենց այնպես Ադրբեջանում հայտարարություններ չեն անում։ Եվ այդտեղից էլ ծնվել է հայ-ռուսական վեճը կոնցեսիայի շուրջ։ Այո, եւ գուցե այսպես թվա թե ես ֆանտաստիկ բան եմ ասում, բայց ով ասաց, որ դա պայմանավորված չի եղել Ռուսաստանի հետ այդ խոսակցությունը։ Բաքվի։ Այո, բա Ռուսաստանը ինչու՞ չի արձագանքում Ադրբեջանին, չի ասում, այդ ինչ ես խոսում, ասենք հասովետական շրջանում։ Լավ, եւ ավարտենք։ Նախընտրական մթնոլորտը մտել է կոմպրոմատների շրջան, սա որպես իրավական գնահատական տալու նպատակով եմ ասում։ Ուր է տանում դա։ Կոմպրոմատներ, բայց արդյունք ես չեմ տեսնում եւ վստահ եմ, որ չի լինի, որովհետեւ 2021 թվականն էլ էր այդպես, չէ՞։ Մենք ընտրվենք, խլելու ենք, վերցնելու ենք, չգիտեմ, չեմ ուզում շարունակել։ Նորություն չկա եւ սա շատ վատ է, մենք իհարկե հումորով ենք վերաբերում, բայց ցավում եմ, որ հայ ժողովուրդը պիտի արդեն 8-րդ տարին անընդմեջ ականատես լինի նույն բեմականությանը։